Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է Վանաձորի ընտրություններին, նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի 2026-ին էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռու մարզպետ Արել Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում, որ եղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Թերթի տեղեկություններով իշխանությունը գործող քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավորի ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո ԱԿԱ-ի դիրքերը թուլացել են։ Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ ԱԿԱ-ն էլ ասում են աշխատել է ուժեղ Հայաստանի համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաև Մամիկոն Ասլանյանը, որն ուժեղ Հայաստանի ցուցակով падգամավոր է ընտրվել։ Թերթի տեղեկություններով Ասլանյանը գործոնով է պայմանավորված, որ քաղաքացիական պայմանագիրը Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում, Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավականու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավականին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։ Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մասնավորապես, արդյոք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների եւ քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավականու բնականոն աշխատանքը եւ կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։ Թերթի տեղեկություններով պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը։ Նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն падգամավորի կարգավիճակով։ Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի քաղաքապետի քաղաքացիական պայմանագրի թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչև 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքացիական պայմանագրի կուսակցության անցած 5 շաբթի կայացած արտահայտ վարչության նիստը, որտեղ փակ քվեարկությամբ ընտրվեց ազգային ժողովի նախագահի թեկնածուն, լարված է անցել։ Թերթի տեղեկություններով նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները եւ պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։ Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին անմիջապես եւ ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից, չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ թերթի տեղեկությունների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին, հարցնելով՝ նայեք, լրագրողներ չլինեն, դուրս գանք։ Այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացած որոշումից։ Կուսակցությունում այս պահվածքը միանշանակ չի ընդունվել։ Ավելին, վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը, նշելով, որ անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից իշխող ուժի падգամավորից սպասվում էր առավել զուսպ եւ հավասարակշռված կեցվածք։ Սակայն թերթի հետ զրույցում Հասմիկ Հակոբյանը հերքել այս տեղեկությունները։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է. հանրային եւ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբման գործընթացը։ Թերթի տեղեկություններով կոնսոլիդացիայի գործընթացն այժմ գտնվում է ակտիվ սկզբնավորման ու ձևավորման փուլում։ Թեև հրապարակային հայտարարություններում կողմերը դեռևս պահպանում են որոշակի զսպվածություն, ընդդիմադիր տարբեր միավորումների, այդ թվում Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ տարբեր ձևաչափերով ընթանում են բավականին ինտենսիվ քննարկումներ, կոնտակտներ եւ աշխատանքային հանդիպումներ։ Գրում է թերթը։